Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը, պատմական իրադարձություն է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, կարևոր է, որ Հայաստանն էլ համապատասխան քայլեր անի։ Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով։ Թե երկվանից են պատրաստվում գործարկել ճանապարհը, արտգործնախարար Միրզոյանն ասում է, դեռ կոնկրետ խոսակցություն չկա։ Իհարկե, այստեղ Թուրքիայի կոմպոնենտն էլ կա, մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ես կարող եմ նաև իմ դիրքորոշումով իմ գնահատական ասել, ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ, որ առաջիկայում պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը։ Թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանի կարծիքով սահմանների բացում բոլորն են ուզում, բայց կարևոր է թե ինչ պայմանով։ Այդ ճանապարհի բացումն ըստ նրա Թուրքիային շատ բան կտա, Հայաստանին միայն վնաս, որովհետև Թուրքիան նրա բառերով բուլդոզերի նման մտնելու է Հայաստան եւ խժռելու է հայրենական գյուղատնտեսությունը ու արտահանում ենք գումար ստանում։ Հա, փոքր գործարաններ կան, բայց մեծ աշխատատեղ չկա, որովհետև խորհրդային միությունից հետո ամբողջը փլուզվեց։ Մենք արեցինք դա, իսկ Թուրքիայում ինչ կա։ Ամեն ինչ։ Elde ediyoruz. Hepsini yurt dışına satıyoruz. Yurt dışındakiler parayla ediyorlar. Bölgesel işbirliği çerçevesi. Առաջինը տարածաշրջանային համագործակցության շրջանակում Թուրք փորձագետը Թուրքիայի հետ սահմանի բացումը երկուստեք կարևոր իրադարձություն է համարում եւ առանձնացնում դրական կողմերը։ Երկրորդը խորհրդանշական է, այսինքն մենք հարևաններ ենք, շարունակելու ենք հարևաններ լինել։ Սրանից փախուստ չկա։ Արդեն իսկ ընդհանուր պատմություն ունենք։ Այո, պատմության մեջ շատ ցավալի դեպքեր են եղել, բայց ընդհանուր պատմություն ունենք։ Հարաբերությունների կարգավորում կլինի, երկու կողմերը ավելի հեշտ կգան։ Առաջինը Աստանա այցելած Իլհամ Ալիևից իմացանք, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է գալու Հայաստան։ Իշխանական գործիչները ողջունեցին, սա համարեցին ապա շրջափակման առաջին լուրջ քայլը։ Ընդդիմադիրները քննադատեցին։ Տնտեսագետները դրական են համարում ցանկացած կոմունիկացիայի բաց լինելը, բայց նաև ռիսկեր են առանձնացնում։ Առաջի կարևոր ռիսկը դա քաղաքատնտեսական տեսանկյունից եթե նայում ենք, դա անպայման Ադրբեջանի կողմից վերահսկողության գործումն է։ Ռիսկերը շատ են նաև այն առումով, որ միայն ավտոճանապարհներով փոխադրումները անընդհատ կարող են վտանգվել տարբեր պատճառներով, սա եւս դեռևս չի փորձարկված, մենք չունենք այդ անկախության տարիների փորձը, որ ասենք, տեսեք ինչքան հաջող կարող է դա տեղի ունենալ։ Մենք պետք է փորձենք նաև այլընտրանքային ճանապարհներ օգտագործել Իրանով, այդ թվում Միջին Ասիայի հետ կապվելու եւ ոչ միայն Միջին Ասիայի, այլ նաեւ Մերձավոր Արևելքի երկրների հետ, արաբական աշխարհի հետ։ Իսկ ինչ ճանապարհով են բեռները հասնելու Հայաստան։ Այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ տնտեսագետի խոսքով պետք է կառավարությունը տա, մանրակրկիտ հաշվարկներ անի եւ ներկայացնի հանրությանը, առաջին հերթին գործարարներին, բացատրելով, թե որքանով այդ ճանապարհով տարանցումը կկրճատի իրենց ծախսերը եւ որքանով շահավետ կլինի սպառողի համար։ Այն ճանապարհը, որ մենք այսօր ունենք, դա Ադրբեջանով, Վրաստանով, Հայաստան մուտք գործող ապրանքների համար նախատեսված ճանապարհն է։ Շատ ավելի կոնկրետ կառավարությունը պետք է այդ քարտեզը ներկայացնի։ Առայժմ ես դա չեմ տեսել։ Ոչ միայն քարտեզը ներկայացվի, այլ նաև ինչպես է տեղի ունենալու մաքսազերծում, ինչպես են ստուգումները իրականացվելու եւ այլն, բոլոր մանրամասներով։ Իդեպ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է հայտարարել, որ Ադրբեջանը հաստատել է ռուսական ապրանքները Հայաստան տարանցելու պատրաստակամությունը։ Որքան էլ վերջին օրերին շատ են խոսում սահմանների բացման մասին, առանձնացնում դրական ու բացասական կողմերը, հաշվարկում ռիսկերը, այնուամենայնիվ անպատասխան է մնում հարցը, թե Հայաստանի լիարժեք ապաշրջափակման դեպքում առանց հայ գործարարին, հողագործին ու առևտրականին օրենսդրորեն պաշտպանելու, արդյոք չոր հաշվարկների դաշտում Հայաստանի համար ռիսկերն ավելի մեծ չեն լինի, քան ակնկալվող օգուտները։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։